Մենք չենք հավատում Հայաստանի իշխանություններին, որ այն պնդումներին, որ անդիմադիրները, մասնավորապես Բագրատ Սրբազանը, պլանավորում էին իրականացնել ահաբեկչություն։ Սա է շատ կարևոր, այսինքն իշխանության նկատմամբ վստահության այնպիսի պակաս կա, եւ մյուս կողմից փաստերն են դրա մասին խոսում, վստահության պակասի մասին, ինչու որովհետեւ վստահաբար այդ հանդիպումը, որից իրենք հրապարակել են ձայնագրություններ, չէ, 20 րոպեանոց հանդիպում չի եղել։ Ընդհանուր ձայնագրությունների ծավալը իրենց հրապարակած 20 րոպեի մասն է խոսքը։ Եվ հատվածական վստահաբար եղել է ժամային, ժամերով ընթացող հանդիպումներ, գուցե նաև օրերի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներ եւ այս պարագայում հենվել այդ հրապարակված ձայնագրությունների վրա ու գնահատականներ տալ, կարծում եմ անթույլատրելի է։ Ես տեսնում եմ իշխանությանը սպասարկող այս մեդիա դաշտում արկա մարդկանց, վերլուծաբան կոչվածների, որոնք արդեն գնահատականներ ունեն, անգամ եթե վստահելի լինեին այդ այսպես կոչված փաստերը, կա անմեղության կանխավարկած։ Իրանք այդ անմեղության կանխավարկածն էլ չեն հարգում, անգամ եթե հավատում են իշխանություններին։ Միանգամից գնահատականներ են տալիս, ես այդ վերլուծաբաններին, այդ լրագրողներին կարծում առաջարկեմ ավելի լավ է իրենք կոֆեի բաժակ նայեն, որովհետև դրանով այսպիսի վերլուծություններ անելը նույն կոֆեի բաժակ նայելու